Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես ուզում եմ Աստծո խոսքից մի քանի համարներ հիշեցնել եւ մենք կպատրաստվենք աղոթքի։ Ուզում եմ հիշեցնել Փիլիպեցիների թղթից 4-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Փիլիպեցիս 4:13։ Ամեն բան կարող եմ անով, որ զիս զորացուց։ Իրոք, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք նայում ենք, որ այս կյանքում մենք յուրաքանչյուրս էլ ունենք Տիրոջ զորության կարիքը։ Եթե մենք այսօր չունենանք մեր կյանքում Քրիստոսին եւ անոր զորությունը, մենք չենք կարող դեմ դնել բոլոր այն վիճակներին, որի մասին որ խոսեցին եղբայրները։ Եվ Պողոս առաքյալը անցնելով այս նեղություններով, դժվարություններով, հետևյալն է ուղղում, որ զիս զորացնող Քրիստոսով ամեն բան կարող եմ։ Իրոք, իշքան կարևոր է, որ մենք ունենանք կենդանի հավատք եւ մեր հայացքը ուղենք դեպի Տիրոջը։ Խոսելը շատ լավ բան է, երբ որ մարդը ժամանակից շուտ կարող է իր առջև սենց մի հատ հավատք կառուցի եւ մտածի, այսպես կանեմ կամ այնպես կանեմ, բայց այլ բան է, երբ որ մարդը անձամբ հայտնվում է այդ վիճակի մեջ եւ այդ նեղությունը, դժվարությունը, ինչպես որ գրքում գրված է, որ գետերը, քամիները, ջրերը եկան ու զարկին այդ տանը, այդ ժամանակ է երևում կառույցը, այդ ժամանակ է երևում մեր ամեն մեկիս հավատքը։ Դա համար Պողոս առաքյալը անցնելով մի ճանապարհ հետևյալն էր ուղում իր խոսքը եկեղեցիներին եւ 12-րդ խոսքի մեջ, որ գիտեմ, ասում էր, չքավորություն քաշելը, այսինքն ուղղակի չեմ խոսում մի բանի մեջ, որի մեջ որ ես չեմ եղել, չեմ խոսում մի բան, որը որ չեմ ապրել, հապա ասում է գիտեմ չքավորություն քաշելը, գիտեմ շատը ունենալը ամեն բանի մեջ, ամեն կերպով աղեկ սովորել եմ, թե կշտանալը, թե անոթենալը, թե շատ ունենալը, թե պակասություն քաշելը։ Այսինքն ինչն էր բերել այս վիճակին Պողոս առաքյալին եւ ինչը կարող է այսօր ինձ եւ քեզ բերել այս վիճակին, որ մենք կարողանանք համարձակ դավանել այս խոսքերը, որ ինձ զորացնող Տիրոջով ամեն բան կարող եմ, այս նեղությունները, այս դժվարությունները, այս չքավորությունները, այսինքն այն վիճակները, որով որ անցել էր Պողոս առաքյալը եւ նա սովորելով խոնարհվել ու այդ վիճակի մեջ ապավինել Տիրոջը ու նայել Աստծուն, նա համարձակ կարողանում էր դավանել, որ այո, զիս զորացնող Տիրոջով ամեն բան կարող եմ։ Իրոք շատ կարևոր է մեր ամեն մեկիս համար, ժողովուրդ ջան, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար գրված է, որ նա ասում է ամեն կողմանե փորձը ունենալով նա կարող է ինչ անել, մեզ օգնություն մեկնել, ժողովուրդ ջան, մեզ օգնել այդ փորձության դժվարության ժամանակ, որովհետև նա անցել է այդ ճանապարհով, ինչպես Պողոս առաքյալը ուղղում էր, որ ոչ թե միայն այս խոսքերը ես ուղղում եմ, հապա ինչ եմ անում, այլ այս նեղությունները ապրելով, անոթենալով, պակասություն քաշելով եւ ասում ես ամեն վիճակների մեջ սովորել եմ նաեւ ունենալ առատությունը, այսինքն ամեն բանի սովորած ըլալով, ես այդ ամեն վիճակների մեջ մի բան եմ սովորել, ապավինել Տիրոջը, վստահել իրեն եւ զիս զորացնող Տիրոջով ամեն բան կարող եմ։ Նաեւ ուզում եմ հիշեցնել Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 8-րդ խոսքը, որ հետևյալն է ուղում. ամեն կողմանե վշտացած ենք, բայց նեղը ընկած չենք, տագնապած ենք, բայց հուսահատած չենք, հալածված ենք, բայց երեսե ձգված չենք, վար ձգված ենք, բայց կորցված չենք։ Նայում եք մի իրավիճակ, որ կարծես այս վիճակի մեջ հակառակ բան պետքա կատարվի մարդու կյանքում, հակառակը կարա լինի, ինչպես մենք տեսնում ենք շատերի կյանքում, երբ որ մարդիկ նեղության մեջ են,
երբ որ մարդիկ վշտացած են, երբ որ մարդիկ դժվարությունների մեջ են, կարծես իրենց հույսը կտրել են ամեն բանի նկատմամբ, չեն էլ ուզում իսկի հետդ խոսել, չեն էլ ուզում իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնելու, մտածելով, որ իրենք թողված են, մտածելով, որ իրենք կորսված են, մտածելով, որ Աստված թողել է իրենք, բայց ինչն էր ստիպել Պողոս առաքյալին, որ թեպետ այս վիճակի մեջ նա ուներ մի հույս, նա ուներ մի վստահություն, նա ուներ մի ապավինություն, որին որ կարող էր կրտնել, որին որ նա հուսացած էր, ժողովուրդ ջան։ Դրա համար հետևյալն է ուղում, ամեն կողմանե վշտացած ենք։ Այսինքն ի՞նչ է նշանակում սա, ամեն կողմանե, այսինքն նեղը ընկած ենք, բայց հուսահատված չենք, որովհետև գիտեր, թե որու էր հավատացել, ինչպես գրված է Աստծո խոսքում Մովսեսի համար, մենք երբ որ կարդում ենք, որ երբ որ Իսրայել ժողովրդին Եգիպտոսի գերությունից դուրս էր հանվում, մենք տեսանք, որ իշքան նեղություններ, դժվարություններ, հալածանքներ կրեցին, եւ այդ ճանապարհը շատ դժվար էր անցնելը, գնալը, փարավոնը ամեն կերպ միշտ հալածում էր, բայց մենք տեսնում ենք հետևյալը, որ Մովսեսի սրտում աղ չկար, նրա սրտում վախ չկար, ինչի համար, որովհետև նա գիտեր, թե որու էր հուսացել, նա գիտեր ում էր վստահել եւ ում էր ապավինած, եւ ամեն նեղության ժամանակ միշտերը իր օգնության ձեռքն էր մեկնում, այնպես էլ բոլոր այն սուրբերը, որոնք որ իրենց հույսը դրել էին Տիրոջը վրա, որոնք որ միշտ ամեն ժամանակ նայում էին երկինք, որտեղից որ իրենց օգնությունն է գալիս, այս մարդիկ ամեն վիճակների մեջ մի սովորած կոփված լինելով սովորել էին իրենց հարցերը, խնդիրները լուծել Աստծո հետ, նայել երկինք, որտեղից որ միշտ օգնությունը գալիս է, որ Տերը ամենևին չի թողել։ Ինչպես Դավիթ թագավորը ուղում է, որ ասում է, ինչպես ծառաների աչքերը միշտ ուր են նայում են իրենց Տիրոջ ձեռքին, որ միչև ողորմի նրանց, այնպես էլ ով Աստված իմ աչքերը միշտ դեպի քեզ է նայում, որպեսի ողորմես, միշտ նայում էր Աստծո ձեռքին նրա ողորմությանը սպասելով։ Այսօր ուր ես նայում դու, ով սիրելի հոգի, ուր դեղա քո աչքերը ուղված, ում ես վստահած, ում ես ապավինած, այս սա է շատ կարևորը։ Դրա համար է թշնամին թեպետ գետի նման գա, բայց այդ ամենը քեզ վնաս չի տալու, որովհետև դու գիտես ում ես նայում, ինչպես գա, այնպես պիտի հեռանա, որովհետև քո վստահությունը Տիրոջից է, քո ապավինությունը Տիրոջից է։ Դրա համար այսօր մենք պետք է սովորենք այդ վիճակների մեջ միշտ նայել երկինք, չնայել այդ վիճակին, չնայել այդ դժվարությանը, երբ որ դու նայում ես, տեսնում ես քեզ մեռած, երբ որ դու նայում ես, տեսնում ես կորսված, բայց երբ որ նայում ես երկինք, տեսնում ես մի օգնություն, մի հզոր ձեռք, որը որ իր ձեռքը մեկնել է քեզ օգնության համար։ Եվ 10-րդ խոսքը կարդամ, ու մենք աղոթքով գանք Տիրոջ առջև, 2 Կորինթացիս 4 գլուխ 8-րդ 9-րդ խոսքի շարունակությունը, որ ես կարդացի։ Ամեն ատեն Հիսուսին մահը մեր մարմիններուն մեջ կկրենք, որպեսի Հիսուսի կյանքն ալ մեր մարմիններու մեջ հայտնվի։ Վասնզի մենք, որ կենդանի ենք, Հիսուսին համար մահվան կմատնվենք, որպեսի Հիսուսի կյանքն ալ մեր մահկանացու մարմիններուն մեջ հայտնի ըլա ամեն։ Օրհնյալ է մեր Տերը, այո ամենևին Աստված չխոստացավ մեզ խաղաղ եւ հանդարտ կյանք, հակառակ ասես նեղ է ու նեղվածք այն ճանապարհը, որը որ տանում է դեպի հավիտենություն։ Այսինքն շատ կարևոր է, որ այս նեղությունների, այս դժվարությունների մեջ մենք մեր հայացքը ուղենք դեպի երկինք, մեր հայացքը ուղենք դեպի մեր Տիրոջը, որովհետև նա է զորացնողը եւ նա է օգնության ձեռք մեկնողը։ Եկեք աղոթքով գանք Տիրոջ առջև եւ այս աղոթքին աղոթենք բոլոր այն հոգիների համար, որոնք որ կարծես տարբեր վիճակներից, տարբեր դժվարությունների, այդ նեղությունների, փորձությունների մեջ տեսնում են հուսահատություն, տեսնում են տագնապ, կարծես իրենց վստահությունը կտրվել է Աստծուց, կարծես այդ տարակուսանքի մեջ են
եւ կարիքա զորանալու Տիրոջմով, կարիքա լեցվելու Տիրոջմով, որ մեր հայացք ուղենք դեպի Աստծուն, աղոթենք բոլոր այդ հոգիների համար, որոնք որ այսօր Աստծո կարիք ունեն, այդ դժվարության մեջ իրեն վստահելու, իրեն ապավինելու, իրեն կրտնելու համար, ժողովուրդ ջան, աղոթ կանենք սրտանց, բերենք Տիրոջ առջև, որտեղ նա է կարողություն չունեցողին շատ զորություն հասցնողը, այո, եթե այսօր քո կարողությունը սպառվել է, դու նայի երկինք, որտեղ նա է զորություն եւ կարողություն հասցնողը, աղոթ